Ցնծություն եւ ցասում, հաղթանակի բերկրանք եւ պարտության դառնություն, ինչ էմոցիաներ ասես չեն ապրում ուրախությունից կամ տխրությունից խելագարված ամբոխները։ Դե իսկ այս իրարամերժ հույզերի պատճառը Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում դատարանի վճիռն է, որի համաձայն նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոն բանտում պետք է կրի 27 տարվա ազատազրկման ժամկետը։ Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրե դե Մորայեշը վճռել է, որ Բոլսոնարոն պետք է մնա դաշնային ոստիկանության շենքի բանտախցում։ Իրավապահները նախնական կալանքի որոշում են կայացրել, քանի որ Բոլսոնարոն կարող է փախուստի դիմել։ Ինչու՞, որովհետև նախկին նախագահը ենթադրաբար կոտրել կամ վնասել է ոտքին ամրացված հսկման սարքավորումը, որի միջոցով ոստիկանները հետևում են նրա տեղաշարժին։ Իսկ բուն 27 տարվա դատավճիռը ընդունվել է այն բանից հետո, երբ դատարանը ապացուցված է համարել 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքը։ Պարզաբանում է Associated Press լրատվական գործակալության թղթակից Մաուրիսիո Սավարեզեն։ Նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոն սկսել է կրել իր 27 տարվա ազատազրկման պատիժը 22 թվականին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով պետական հեղաշրջման փորձը ղեկավարելու համար։ Ինչպես են արձագանքում շարքային մարդիկ, ահա իր ուրախությունը բացատրում է Սան Պաոլո քաղաքի ավականու անդամ 34-ամյա Կեյթ Լիման։ Այսօր այն օրն է, երբ մենք վերջապես կարող ենք շունչ քաշել եւ ասել, որ շարունակում ենք պաշտպանել ժողովրդավարությունը։ Մենք ուզում ենք, որ իշխանության գլուխ ավելի շատ սևամորթ կանայք լինեն, ավելի շատ բազմազանություն լինի, որ Բրազիլիայի իրական դեմքը ներկայացված լինի։ Մենք չենք հրաժարվի մեր ժողովրդավարությունից, քանի որ խոսքը մեր կյանքի մասին է։ Տրամագծորեն հակառակ կարծիքն է հայտնել Բոլսոնարոյի հավատարիմ աջակից 61-ամյա թոշակառու Էլեն Լեանդրոն։ Ես ծայրաստիճան վրդովված եմ, նա մեր լավագույն նախագահն է։ Այն, ինչ դատավորը եւ նրա ավազակախումբը անում են Բոլսոնարոյի նկատմամբ անարդարություն է։ Բոլսոնարոն ազնիվ մարդ է, ընտանիքի մարդ։ Այդ ձախերն ամեն ինչ գլխի վայր են շրջել, սա քաղաքական հետապնդում է։ Նախկին նախագահին երբեմն անվանել են Հարավային Ամերիկայի Դոնալդ Թրամփը։ Նրանք հանդիպել են մի քանի անգամ եւ մշտապես գովեստով են խոսել մեկ-մեկու մասին։ Լրագրողներից տեղեկանալով նախկին պաշտոնակցին բանտ ուղարկելու մասին, Թրամփը քննադատել է Բրազիլիայի դատարանի որոշումը։ Ես դրա մասին չեմ իմացել, բանտարկել են, դա վատ է, շատ վատ։ Կարծում եմ, դա շատ վատ է։ Բոլսոնարոյի որդիները պնդում են, որ հայրը քաղաքական հալածանքների զոհ է։ Նրանք երեք բանտում տեսակցել են Բոլսոնարոյին։ Կարլոս Բոլսոնարոն Ռիո դե Ժանեյրոյի ավականու անդամ է, հավատացնում է, որ նախկին նախագահը անմեղ է։ Հայրս նորմալ վիճակում չէր։ Փախուստի փորձի բացակայության ամենամեծ ապացույցն այն է, որ նա չի կտրել ոտքին ամրացված մոնիտորի ժապավենը։ Հենց որ պատասխանատու մարմինները հայտնաբերեցին, թե ինչ է պատահել, նրա մոնիտորի ժապավենը փոխեցին եւ նա նորից քնեց։ Ժայր Բոլսոնարոն այս տարվա օգոստոսից է եղել տնային կալանքի տակ։ Նա հայտարարել է, թե ինչ որ հալյուցինացիաների պատճառով կտրել է հսկող սարքի ժապավենը։ Փաստաբանը վկայակոչելով ամբաստանյալի առողջական անկայուն վիճակը դատարանին խնդրել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը։ Սարքի ժապավենի միտումնավոր կամ ոչ միտումնավոր կտրելը դատարանին դրդել է խիստ գործողության։ 70-ամյա Բոլսոնարոն պատիժը կրելու է 12 քառակուսի մետր տարածքով սենյակում, որտեղ կա անկողին, զուգարան, օթորակիչ, հեռուստացույց, սեղան։ Նրան կարող են նաև ոստիկանության շենքից փոխադրել տեղական բանտ կամ մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Զորամասի տարածքի մեկուսարան։ Ըստ մեղադրող կողմի պետական հեղաշրջման ծրագրով նախատեսվել է սպանել ներկայիս նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, փոխնախագահ Ժերալդո Ալկմինին, դատավոր Ալեսանդրե դե Մորայեշին եւ զանգվածային ապստամբություն կազմակերպել 2023-ի տարեսկզբին։